Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը, Գյումրու ավագան ընտրություններում նշված կուսակցության ցուցակը գլխավորող Արտյոմ Թումանյանը եւ նախկին ՔՊԱ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը այսօր արտահերտին ընթരാճ ասուլիսով են հանդես եկել։ Նախ Մովսես Շահվերդյանը ներկայացրեց կուսակցության պատմությունը, այն որ Կարեն Դեմիրճյանի գաղափարակիցներն են։ Ինքը այդ հանդիպմանային տարիներին մասնակցել է եւ Կարեն Դեմիրճյանին այսպես ձեռքով գլուխը շոյել է եւ իրան դա լավ տպավորվել, այսինքն ինքը իսկապես այսպես այս վերջերս թերթից մի քանիսում կարդացի որ իբր Արտյոմը Մոլի Նիկոլական է, ես Նիկոլին շատ լավ ճանաչում եմ ինքն էլ ինձ, շատ լավ ուսանողական տարիներից իրա, ոչ այստեղ պետք է ես ուղում կատարեմ, Արտյոմին եթե ուզում եք ինչ-որ մեկի Մոլի կողմնակիցը ներկայացել, խնդրում եմ ներկայացել Մոլի Դեմիրճյանական, Կարեն Դեմիրճյանական։ Կարեն Սերոպի Դեմիրճյանից ինձ փոխանցվել է մի շատ կարևոր բան՝ մարդ սիրելու արվեստը։ Ապա մեծ լրագրողներից հորդորեց լուսաբանումներում չսևեռվել միայն ցուցակը գլխավորող անձի ու նրա թերությունների վրա։ Այսօր լրատվականի հարցին, թե որպեսզի ԶԼՄ չկենտրոնանա միայն առաջին համարի վրա, այդ դեպքում ովքեր են իրենց ցուցակում, Թումանյանը պատասխանում է։ Որպեսզի կենտրոնացումը չգնա միայն առաջին համարը, ովքեր են ձեր ցուցակի մյուս համարներում։ Շատ հասարակ գյումրեցիներ։ Օրինակ տաքսու վարորդ, օրինակ բժիշկ, օրինակ մանկավարժ, տարբեր, որպես գյումրեցի, ժողովուրդ։ Իսկ ինչի եք դուք մտածում, որ ասենք ավագանու ցուցակը պետք է լինի օլիգարխ կամ թաղային հեղինակություն, չէ, մենք չունենք մեր ցուցակի մեջ այդպիսի մարդիկ, մեր ցուցակը ժողովրդից ընտրված ցուցակ է։ Նկատում եմ ինչ կարող անել այդ ցուցակը քաղաքի համար։ Բարի, ասենք տաքսու վարորդը չունի կրթություն, դուք բացառում եք, որ նա կիրթ մարդ է։ Թիրախավորելով ամեն ինչ։ Դե հենց նկատի ունեմ, որ ասենք նույն այդ տաքսու վարորդ։ Կրթությունը ներողություն դուք նշում եք տաքսու վարորդ լինելը դրա մասը։ Հա, ինչ կա այդտեղ, տաքսու վարորդ լինելը ես չեմ կարծում, որ ամոթ բան է, կամ ասենք ինքը առհասարակ իրավունք չունի լինելու ցուցակում կամ առհասարակ ավագանու անդամ դառնալու։ Այդուհանդերձ ցուցակը գլխավորող առաջին համարն այդպես էլ անուն առանուն չի նշում, թե ովքեր են ցուցակում եւ ինչ կարող են անել քաղաքի համար։ Ապա կուսակցության ղեկավարը անցում է կատարում կարգախոսին, նշում, որ մեր կարգախոսը սխալմամբ հայտնվել է այլ մարդու անվան կողքին։ Պիտի լիներ մեր Արտյոմը։ Մեր Արտյոմը, թույլտվեք այդպես ասել, չնայած այստեղ մի հատ ուրիշ բան կարգախոս տեսա, մի ուրիշին են ներկայացնում եմ այդ անվանումով, բայց Արտյոմը իսկապես մերն է, գյումրեցիներն է, նա իր մեջ ներառում է գյումրեցիների բոլոր լավագույն հատկանիշները։ Արդյոք քաղաքական այս թիմը քաղաքացիական պայմանագրին աջակցող ուժ չէ, Թումանյանը այս առումով նշում է։ Ես գյումրեցիների արբանյակն եմ։ Բոլորը ինձ ճանաչում եք, գրեթե իմ կատարած բոլոր քայլերը տեսել եք երկար տարիներ, ոչ միայն հեղափոխությունից հետո, այլ հեղափոխությունից մեկ եւ ավել տասնյակ տարի առաջվանից թե Արտյոմ Թումանյանը ինչ գործունեություն է ծավալել։ Հովիկ Աղազարյանի ներկայությունն էլ հուշում է, որ աջակցելու է հասկ կուսակցությանը։ Մեր համեստ աջակցությունը պետք է բերենք, որպեսզի ինչքան կարող ենք օգտակար լինենք այդ գեղեցիկ թիմի հաղթանակին։ Ի վերջո, թե ինչ ծրագիր ու թիմ ունի Թումանյանը, այս պահին դժվար է ասել, մինչդեռ նախքան լրագրողական հանրույթին հորդորել է, նախ պետք է հստակ տեղեկատվություն կարողանալ փոխանցել վերջիններիս։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանեսյան, Հայկ Գաբրելյան այսօր։